Ժողովուրդ ջան, բարի լույս, հուսով եմ բոլորդ լավ եք, ես էլ եմ լավ, կներեք, ձայնս դեռ չի բացվել, օրը շաբաթ է, շուկայի օրա պետք է գնամ մի քանի բանջարեղեն գնեմ, հետնել 3 էի ուզում գնայ, Շունիկ էլի հաչում է, տեսեք, հեծան որդի վրա, հետնել 3 պետք է գնայ չհասցրի, այսօր եմ գնում, դեմքի կրեմ պետք է առնեի, ցերեկային գիշերային, մազի ներք ու այս աչքերի շուրջը քսելու համար կրեմ պետք է առնեմ, նայեմ էլ կնայեմ արդեն ընթացքում, որովհետև այդտեղ խնամքի այնքան շատ բաներ կան, կրոյդվատում կնայեմ, ինչ որ ինձ պետք է, ինչ որ հարմար է, կառնեմ։ Քանի որ ակցիոնն էլ կրոյդվատի մոտ է գտնվում, կմտնեմ, պետք է այնտեղից խուրմա առնեմ, հետո այն բիգուձիների համար ռեզիններից, ճիշտ է, այնպես էլ է պահում, մի հոգի գրել էր, առանց որևէ բանի էլ պահում է այդպես, բայց ոչ միշտ, մեկ քանդվում է, մի քիչ իջնում է բան, դրա համար երևի այդ ռեզիններից էլ վերցնեմ։ Հիմա փողոցն անցնեմ ու շարունակեմ։ Այդպես շատ տաք եղանակ է, երևի 17-18 աստիճան է այսօր լինելու, այդքան շատ արև չկա, երևի անձրև է գալու, այսօր ոնց որ նայեցի պետք է անձրև գար, բայց լավ տաք եղանակ է։ Կարդացի ձեր մեկնաբանությունները տաբատների մասին։ Մեծ մասը գրել էին երկուսն էլ սազում է, ընդամենը մի 2-3 հոգի էին գրել, որ ջինսը այդքան շատ չսազեց, երկրորդ եմ բաց գույնի բարակ շալվարը ավելի շատ սազեց, ըստ էության ես էլ եմ այդ նույն կարծիքին, որ ջինսը շատ չսազեց, չգիտեմ, որովհետև կուզենայի, որ ավելի լայն լիներ, բայց համել սազեր էլի, չգիտեմ, ոնց որ շատ չսազեց, չգիտեմ, մի հատ նորից կհակնեմ, կոշիկներով կփորձեմ, այդպես համապատասխան վերևով կփորձեմ, նոր կորոշեմ, հետ տանեմ, թե թողնեմ, որովհետև մեծամասնությունը գրել էին սազումը։ Իհարկե ես տանը որ փորձեցի, տան անդամներն էլ դեռ չեն տեսել սազումը, թե չեն տեսել հակած, այնպես տեսել եմ, բայց հակած չէ։ Մազերս, ինչպես տեսնում եք, բիգուձիո փաթաթասնա, մի քիչ այնքան որ կրեմով նորից այսպես բան եմ արել, չուզեցի պոչ կապեմ, դրա համար այսպես թողել եմ արձակ։ Գովազդեր կարդում էի հոլանդախոսները, տեղացիները և ուրիշ լեզուներով մարդիկ հավաքվում են միտեղ 2 ժամ ու խոսում են հոլանդերեն լեզուն ավելի լավացնելու, բացելու համար, դե միևնույնն չի, չէ, ինչ ասենք, մենք ուրիշ ազգերս իրար հետ ենք խոսում հոլանդերեն, կամ էլ խոսում ենք բելգիացիների հետ հոլանդերեն, դա լրիվ տարբեր բան է։ Օրինակ, նայածում հետ ենք շփվում, օրինակ իմ հետ աշխատող կոլեգան, ինքը հնդկուհի է, հոլանդերեն ենք խոսում իրար հետ, բայց իր հոլանդերենը շատ վատ է, ու ես զգում եմ, որ իմ հոլանդերեն ավելի վատանում է դրանից, իսկ ասենք եթե ուրիշ հետ խոսում եմ, կամ անգամ եթե տրանսպորտի մեջ լսում եմ խոսում են հոլանդերեն, ու այսպես ուշադրություն եմ դարձնում բառերին, ու ոնց որ սովոր եմ էլի այդպես ավելի, ինչ-որ բառ եմ լսում, եթե իմաստն էլ չեմ հասկանում, նախադասության կոնտեքստով պատկերացնում եմ ինչ մասն է խոսքը, ժամանակ չի լինում ֆիլմեր նայելու, ասենք ֆիլմերի, մուլտֆիլմերի միջոցով, առավել ևս գիրք կարդալու միջոցով, բայց երևի մի գիրք կա, որ կկարդամ հոլանդերենով, որովհետև շատ հեշտ է գրված, ավելի շուտ ոնց որ մանկական գիրք է, երևի ժամանակ գտնեմ, չգիտեմ էլ երբ կգտնեմ, որովհետև անգամ գնացքի մեջ որ գնում եմ, կամ տրամվայի մեջ ընդհանրապես հարմար չի, կամ ավտոբուսի մեջ կարդալը, գնացքի մեջ հարմար կլիներ, եթե ժամանակ ունենայի, որովհետև գնացքի մեջ նստելն էլ այդ կես ժամը օգտագործում եմ, այս վիդեոներս եմ մշակում, սարքում, այ դրա վրա եմ ծախսում այդ ժամանակս էլ, դրա համար չեմ հասցնում, որ գիրք կարդամ, գիրք կարդում եմ, լավ գրքեր
կարդում եմ ձայնագրելու համար։ Մենակ այդ ձևով լավագույն է, այդ ձևով կարողանում եմ կարդամ, բայց այնպես որ նստեմ ու տրամադրեմ ժամանակ գիրք կարդալու ցավոք սրտի չունեմ։ Ու ակամայից հիշում եմ, որ փոքր էի, այդ ցածր դասարաններում, երևի 5, 6-րդ, 7-րդ դասարաններում շատ էի սիրում գիրք կարդալ, իմ պապան էլ էր շատ սիրում գիրք կարդալ, մամաս սիրում էր, բայց ժամանակ ընդհանրապես չուներ, շատ զբաղված էր, համ աշխատում էր, համ տան գործերով, ու ոնց որ կարդում էինք, մենք էլ էինք սիրում կարդալ բան, հիշում եմ, որ փակվում էի սենյակում ու գիրք էի կարդում, ասում էի, մտածում էի, վայ, Երանի մաման չկանչի, ինչ որ գործի դնի, ես կարդամ, հետաքրքիր գրքեր էին, հիշում եք Հովազաձորի գերիները, Դավիթ Բեկ, չգիտեմ, լիքը այդ մեր վեպերը, բաները, ընդհանրապես գրքերը, մենակ վեպերը չէ, հայ հեղինակները, այնքան շատ էի սիրում կարդալ, ասում էի, Երանի, չխանգարեն, թողնեն կարդամ։ Այդպես, իսկ հիմա էլ ուրիշ ձևով ենք զբաղված, չենք կարողանում, չենք հասցնում կարդանք։ Հայաստանից մի քանի գիրք բերեցինք հետներս, գոնե ասում եմ այդ ձևով ձայնագրում եմ, այդ ձևով կարդում եմ, դա պատճառը լինում, որ հետը կարդամ այդ ձևով։ Այդ ձևով եմ ասում, որովհետև հատված եմ էլի կարդում։ Ինչևէ գիրք կարդալը շատ լավ բան է, ափսոս ժամանակ չկա։ Այ եթե այս վիդեոները չմշակեմ, չնկարեմ, երբ որ չանեմ արդեն, այն ժամանակ կսկսեմ կարդալ։ Վիդեո մշակելու փոխարեն գրքերը կկարդամ։ Բայց այդ հոլանդերենով գիրքը ուզում եմ կարդամ սուտ լեզվի համար։ Իրոք, դե եթե ապրում ենք այս երկրում, լավ է, որ լեզուն ավելի լավ տիրապետենք, ավելի լավ խոսանք։ Ես քերականության առումով խնդիր չունեմ, բայց բանավոր խոսքը շատ է բան լինում էլի, չգիտեմ։ Բանավոր խոսքը չի զարգանում, ինչ կա այդքան մնում է։ Տրանսպորտի մասին էիք հարցրել, տրանսպորտը թանկ է, հիմա ավելի են թանկացնելու, ապրիլից ավելի է թանկանալու։ Մի գիծ, ասենք, ենթադրենք, ուզում ես մի տեղ գնաս, ու տոմս ես գնում, մենակ մի ուղղությունը արժի, հիմա արժի 250 եվրո ու մի ժամ է ուժի մեջ։ Ապրիլից դառնալու է 3 եվրո։ Եթե մեկ են երթևեկում մարդիկ առնում են, ասենք, 10 հատանոց տոմսերը, որ հիմա արժի 17 եվրո, բայց ապրիլից էլի կթանկանա, շատ օրինակ իմ նման աշխատող մարդիկ աբոնեմենտ ունեն, որ տարեկան արժի մոտավորապես 400 եվրո, մի քիչ պակաս։ Դա էլ է թանկանալու ապրիլից, իհարկե աշխատողներին հիմնարկն է վճարում, էլի մենք չենք առնում մեր տոմսերը, տարբեր ձևի կա էլի 65 պլյուսները, որ սենյորներ են կոչվում, իրանց է էժանա, տարեկան օրինակ աբոնեմենտը ավելի էժանա, ինչ ձևեր ասեմ, չգիտեմ, խմբային կա, խմբային, որ տոմս են առնում, ասենք, դա էլ մեկ ուրիշ գիրա, հիմա այս բոլոր գները անգիր չեմ հիշում, ես մենակ կարամ ասեմ, որ եթե ավտոբուսի տոմսը կամ գնացքի տոմսը նայած ուր ենք գնում էլի, 253 եվրո մի կողմը, այս աղմուկ անցնի ասեմ, այս մոտիկ տեղերը, բայց օրինակ ենթադրենք գնում ենք, ուր ասեմ, Մեխելեն, մեզանից հեռու է ահագին, մի ընդհանուր տևում է մի ժամից ավել էլի ճանապարհը, գնալ գալը իրար հետ 18 եվրո արժի, գնացքով ենք գնում 18 եվրո արժի, ամեն դեպքում չգիտեմ թանկ է էլի շատ, շաբաթվա վերջում այդ վիկենդ տիկետ կա, որ համեմատաբար իբր մի քիչ էժան է լինում, բայց այդպես մշտական բանով տրանսպորտից օգտվողները հիմա շատերը դրա համար մեքենա ունեն էլի, ավելի իհարկե մեքենա ունենալը ավելի հեշտ չի, ավելի էժան չի, բայց ամեն դեպքում հանրային տրանսպորտը շատ թանկ է, ու առավել ևս շուտով ավելի կթանկանա, այսինքն եթե մինչև հիմա օրինակ Գենտ գնալ ետ դառնալը արժեր, ուրեմն այսպես ասեմ, որ պարզ լինի, ասենք գնացքով պետք է գնանք Գենտ, գնալու ենք Գենտ կենտրոն,
գնացքի համար 250 պետքա վճարենք, որ մի ժամը ուժի մեջ գնանք հասնենք Գենտի կայարան։ Այնտեղից պետքա տրամվայով գնանք 250 էլ այդ տոմսին պետքա վճարենք։ Գնացքի տոմսը տրամվայի մեջ չի անցնում։ 250 եղավ 5 եվրո, ետ դառնալն էլ նորից 5 եվրո։ Եղավ, որ Գենտ գնալ գալը 10 եվրո։ Հիմա լավն է նա, որ բաների մեջ բոլոր գնացքներին է, չէ, բայց ավտոբուսի տրամվայի մեջ կան բացի, ասեք, այդ մեր աբոնեմենտները, որ սկան ենք անում, կան նաև քարտով, որ կարողանան վճարեն։ Բարձրանում են մարդիկ, բանկի քարտը պահում են ու վճարում են, ասենք, տեղում, էլի, որ նախապես տոմս չգնեն, բայց նախապես էլ դժվար չի, որովհետև բոլոր կանգառներում այդ ապարատները դրված են։ Ինչևէ, թանկ է։ Տոմսերը թանկ է, բայց շուտով ավելի շատ կթանկանա։ Մեկ-մեկ TikTok-ում նայում եմ, այստեղ պատգամավորները, թե ինչ են անում այդ նախարարի գլուխը, կինանախարարը, սրանց տրանսպորտի նախարարը, թե այս բաների, ավտոբուսների, այս կանգառների կրճատելու հետ կապված, տրանսպորտի գնի հետ կապված, շատ ուժեղ քննադատում եմ, բայց թե դժվար թե արդյունքի հասնեն։ Խոսքով ընկած առաջ էի անցել իմ խաչմերուկից։ Այդպես երեք կարդում եմ, որ գրված է ավտոբուսները, դե այստեղ ասենք կապ չունի ավտոբուսի մեջ քանի մարդ կա, անգամ եթե մի հոգի ավտոբուսը պետք է իր գիծը գնա, էլի, կապ չունի, ասենք 30 կիլոմետր է, թե ինչքան, ինքը պետք է գնա, թեկուզ մի հոգի մեջ լինի։ Երեք էի կարդում, որ ասում է 10 ավտոբուսից 6-ը երթևեկում են 6-ից պակաս ուղևորներով։ Դե պատկերացրեք, եթե ձևով կրճատում են, անգամ 6-ից պակաս, բայց մնացած մարդիկ, ասենք, այդ ովքեր որ նստում են այդ ավտոբուսը, դրանց գործերը ոնց է դժվարանում։ Իդեպ հիմա էլի 3 իրիկունից ժամը 10-ից մի շաբաթով էլի գործադուլ է սկսվել։ Գնացք բանը գործադուլ են անում։ Էլի գնալ գալը դժվարանալու է գործի։ Ու տեսնենք ինչ է լինելու։ Չնայած գործի տեղը տեղյակ եմ, իրանք դե տեղյակ են պահել, որ գործադուլա, որ իմանանք մեր գլխի ճարը տեսնենք, բայց ես էլ ասեցի, որ մեքենայով եմ գալու, որ բենզինի փողը տան։ Ասեց կտանք, հիմա տեսնենք։ Դե տոմսի փողը տալիս եմ, բայց եթե չեմ կարողանալ տրանսպորտով գնամ, ուրեմն մեքենայով պետք է գնամ, մեքենան էլ ավելորդ վառելիք եմ օգտագործելու, ուրեմն իրանք պետք է դա տան, որ կարողանամ գործի գնամ ու կտան։ Տալիս եմ։ Հասակրոյդվատ ներսում չգիտեմ, կկարողանամ նկարեմ թե չէ, բայց հետո ցույց կտամ ինչ որ կվերցնեմ։ Դուրս եկա կրոյդվատից գլուխ սուրեց, արդեն հոգնեց, այնքան երկար մնացի, հանգիստ նայեցի, համարյա ինչ պետք էր վերցրի, բայց դեմքի յուղ էի ուզում, վիտամին C յուղ, բայց չգտա։ Երևի ուրիշ տեղից դա, այն անգամ էլ կրոյդվատից չէի արել են մի անգամ, ուրիշ վատից էի արել, դից էի արել։ Ամեն դեպքում ահագին բան վերցրի, ահագին էլ ձև չեր եղավ, վերջում այդ կլանտեն կարտը, որ սկան արեցի, հիմա տուն եմ գնում, մտա իհարկե ակցիոնել մտա, մի երկու բան պետք էր վերցրի, հիմա տուն եմ գնում, տանը ցույց կտամ ինչ եմ վերցրել։ Ակցիոնում բան էի նայում, միկրոֆոն էի նայում, բայց չկար, ասի, այսպես փողոցում նկարելուց, որ միկրոֆոն կօգտագործեմ, որ լավ լսվի ձայնս չկար։ Երևի կնայեմ թեմուից կպատվիրեմ, ոչինչ։ Այդպես արդեն հոգնեցի, խանութում երկար չեմ կարում, լավ նախապատրաստված էի եկել, որ դիմանամ հանգիստ նայեմ, կրեմները ընտրեցի, մազի ներկեր ընտրեցի, տանը արդեն ցույց կտամ ինչ էր, քամիա, տաքավեց քամիա, քամի չեմ սիրում, երևի այդ բնության բաներից միակ բանն է, որ չեմ սիրում քամին, թե չմնացածը արև, անձրև, մնացած ամեն ինչը սիրում եմ, բայց արևն էլ գնում այնտեղ մի քիչ ավելի ետին, սանդղակի մեջ մի քիչ ավելի ետին տեղազբաղեցնում, որովհետև արևին էլ շատ չեմ կարողանում, իհարկե եթե արև է ու ասենք ամենաշատը 25 աստիճան, դրանից ավել չեմ կարողանում։ Անպայման ստվերում եմ քայլում, դրա համար վիտամին D ստիպված դեղահաբերով եմ, բանջարներով եմ ընդունում։ Ինչևէ, ժողովուրդ ջան, գնամ տուն, տեսնեմ ինչ
չեմ պատրաստում, այսինքն գիտեմ ինչ եմ պատրաստելու, իշխանձուկ էին կարել, եթե հիշում եք, հայկական խանութից առածրած, դա հանել է Իրիկունս Արցախցիից, որ ետկար, հալվեր, ուզում եմ դա դնեմ, ջեռոց, թարխունել, ուզում եմ հետը մեջը դնեմ, օգտագործեմ, ոնց առանք, այդպես էլ չկերանք, այ դրա համար էլ պետք չի թարխուն առնել, այստեղից կարելի էր նաև են քուրդ տղան, որ ասում եմ իր խանութի մոտով հիմա, կարելի էր նաև բան առնել, բայց չեմ կարա, որտև իմ տոպրակը արդեն ծանր է, դա արդեն առանձին կլինք, գիրակի օրերն էլ աշխատում, ոչինչ, առանձին կգամ, կամ աշուտ էիտ կգամ, որ ինձ օգնի, հիմա մսի խանութի մոտով եմ ասնում, մի խանութ կա, իհարկե այստեղ չի, այստեղ ես ձեզ ասել եմ թուրք աշխատողը, լավը չի ու չենք էլ մտնում, բան հավի վիզ ու հավի տոտիկները, բդերը չէ, մատերը, աշուտին ասեցի նայ, մի անգամ պատվիրել էինք, ստացել էին, վերցրինք, առանք, ասեցի նայ, եթե կա էլի վերցրա հավի վիզ, համ ես ու աշուտն ենք շատ սիրում, համ էլ մեր Քսենյանը շատ սիրում, գնացել պատվիրել էր, բայց փաստորեն նորից գնաց, որ վերցներ, ասում է վաճառողն ասեց, չեղավ, չստացվեց, չկար, ոչ վիզը, ոչ հավի ոտերը, այդ հասարակ բաներն էլ չկան, որ այդքան շատ մենք էլ սիրում են, հիմա տեսենք, հաջորդ անգամ երևի, այդպես խաշացեն, սիրում ենք, ինչև է, դա չկար, բայց դրա մոտ նաև այդ հավի չէ, սիրտութոք, համ ոչխարի ա լինում, համ էլ տավարի, վերցրել էր, ահագին էլ հարմար ա գները, 5 եվրոյա կիլոն, ու դե սև թոքը, օգտակար ա, որ մեկ վերցնում ենք, այս պայսակս որ ծանր ա, թևս արդեն շատ հոգնեց, բայց քիչ ամնում, որ տուն հասնեմ, այսօր մարզվելու օր էլ ա, պետք է գնանք մարզվենք, աշոտը տանը չի գա, հաց կուտենք ու կգնանք, առավոտ բայց մարզվել եմ, այն վարժությունները, որ նկարել դրել էի, երաշտության տակ էի դրել, չէի խոսացել, գրել էիք, որ բաննա, բոլորին դե չի կարելի, բնականաբար ցանկացած բան բոլորին չի կարելի, ամեն մեկը պետքա ինքը ընտրի իրան ինչն ա կարելի, ինչը չէ, բայց ասենք եթե որևէ գանգատ չունեն ողնաշարի կամ չգիտեմ որևէ նկատի ունեմ այդպես գրիժաներ կամ բաներ էլի, այդ դեպքում շատ լավ օգնում են, ես ինքս ողնաշարի ցավ բան ունեմ, պարանոցի հատվածում էլ իմ գործի բանից բնույթից ելնելով ունեմ էլի այդ գանգատները ու այդ վարժությունները ինձ շատ լավ օգնում են, բայց գրիժաների բաների դեպքում իհարկե ամեն ինչ բժշկի հսկողությամբ իհարկե չի կարելի ամեն բան անել, բայց ընդհանուր ողնաշարի ցավերի դեպքում, ասենք եթե ասում են մեջքս ցավում է, մեր մոտ էլ օրինակ մարդիկ, որ մեջքա ցավ ունեն, բժշկից թուղթ են բերում, որ ամեն գործ չեն կարող անենք, ասել մոտ նստում են, բայց ողնաշարի ցավերի ժամանակ էլ, ոտքերի ցավերի ժամանակ էլ խորհրդադրվում հակառակը շարժվել, ոչ թե նստել։ Ես հիշում եմ, որ ոտքերս որ շատ էին ցավում, զանգեցի բժշկին, ասեմ, իրոք այնքան, այդպես օրեր էր լինում, ասեմ, այնքան եմ ոտքերս ցավում, ես ուղղակի ի վիճակի չեմ քայլեմ, այդքան շատ քայլեմ ու գնամ գործի ու ոտքի վրա այդքան կանգնեմ, ինքը ասում էր, ախր քեզ պետք է, որ քայլես, եթե դու նստես, ասում էր, ցավը այդ ձևով չի անցնի, հակառակը պետք է շարժվես ու ինքը ճիշտ էր, այնպես որ շարժվելը ամեն դեպքում ճիշտ է, նստելով բանա չէ, ոնց որ փայտան անկել այդ ձևով անշարժ նստելով, համակարգչի առաջ, այս հեռախոսները ձեռքերս, օրինակ ես զգացել եմ, որ դե որ նկարում եմ, հետո պետքա այս վիդեոները սարքեմ, ուզած գլուխս կախում եմ այսպես, չէ, այդ դրանից էլ ավիզս շատ ցավում, այսինքն պետքա ճիշտ դիրք ընտրել, հեռախոսով եթե օգտվում ենք բարձր պահել, որ պարանոցը այդպես տեղից էլ պատկերացրեք, մեր խեղճ վիզը գլխի ծանրությունը տանում է այդպես, տրտուշ տանում է, բայց երբ որ կախ ենք գցում գլուխը այսպես, ավելի շատ ենք ծանրաբեռնում պարանոցը, այդ ցավերը դրանից է լինում, դրա համար այդ վարժություններ բաները ցանկալիա պետք է արվի, որ ավելի քիչ լինեն գանգատները,
Այնպես որ սիրելի Գյուլնարա գրել եք վարժությունները, իհարկե բոլորին չի կարելի, ամեն ինչն էլ ցանկացած բան, ինչ որ ասում ենք, մենք ասենք կիսվում ենք մեր, օրինակ կոնկրետ ես կիսվում եմ իմ առօրյայով, ինչ որ ես անում եմ, ցույց եմ տալիս, ամեն մեկը պետք է ինքը արդեն որոշի, այդ իրան կարելի է, թե չի կարելի։ Բանում էլ չէ, մենք այդպես նայում ենք, ես ինքս էլ եթե նայում եմ ինչ որ վարժություններ իմ համար, ես նայում եմ, ես դա կարամ անեմ, թե չէ։ Այս տունը վերջապես վաճառվել է։ Այս շատ վաղուց էին վաճառքի ու չէր վաճառվում, տեսքին նայելուց, ասած պատուանները բաց են դե, նայելուց արդեն մարդ սարսափում էր։ Ապրողներն էլ ինձ թվում է բան էին, ես այդպես էլ այդ ազգերին բուլղարացի, հունգարացի էին ալավ, ասեցի ու հիշեցի, մի որ կռիվ էին անում իրար հետ կանայք, տուրն էլ ահավոր վիճակ էր, բայց նա վաճառվել է, կառնեն կվերանորոգ են, արդեն հասնում եմ տուն, սիրելիներս, հասնեմ տուն, կարծում եմ էլի կմիանամ, որովհետև Թեմոյի պատվերը պետքա ցույց տամ ձեզ, ես էլ ամբողջը չեմ նայել, մի հատ բաճկոնն եմ նայել ու վերջ, առևտրել պետքա գնանք սուպերմարկետ, բայց աշուտը տանը չի գնացել, անգերոջը օգնի, հիմա չգիտեմ, եթե գա կարող է իրիկունը հասցնենք գնանք, եթե չէ երկուշաբթի կգնանք վաղը կիրակի է, տեղական է սուպերմարկետները փակեն, մենակ ուրիշ ազգերի մոտ է բաց, բայց դե հիմնական բաներն էլ տեղական սուպերմարկետներից են առնում, ասենք մենակ այդ մսեղեն բան, դրանք են, որ ուրիշ ազգերի խանութներից են առնում, իհարկե որոշ բանջարեղեններ կամ վերջը, ինչ որա, տարբեր բաներ, տարբեր խանութներից են գնում, այնպես որ տեսենք, եթե կգա կհասցնենք, այսօր կգնանք, եթե չէ, երկուշաբթի օրը կգնանք, մեկը ազատ եմ։ Ժողովուրդ ջան, հիմա վերջապես այս Թեմոյի պատվերը մի հատ նայենք ինչա, ես տուփը չդիմացա բացեցի, ասեմ մենակ գոնե բաճկոնը տեսեմ ինչ տեսակ է ու մնացածը բայց չեմ նայել, հիմա միասին կբացենք նայենք, ուրեմն այս բաճկոնն էի պատվիրել, նայեք մեջը մորթի է այսպես, գույնը շատ սիրուն, նուրբ, ահա, հիմա հաշնեմ տեսնեմ, այս Թեմոյի որակից էիք հարցրել, բաներ կա շատ լավն է, բաներ էլ կա իսիմ, նախկին որնակ պատահել է, որ այսինք ուշադիր չեմ եղել ինչ մատերիալ է, այդ բանա, պոլիեստեր, եկել է լավը չի եղել, պես մի քիչ, բայց օրինակ բլուսկաներ բաներ նախկինում պատվիրել, շատ լավ որակ են ունեցել, այս բաճկոնն էլ հիմա նայում եմ, կարերը, բան ասենք, լավն է, մաքուր գործ է, էլի, չգիտեմ, գոհ եմ, պայսակներ բաներն եմ պատվիրել, գոհ եմ, իքիչ ենտեղից ուղակի չարժի, դեմքի խնամքի բանի համար, այդպիսի բաներ չարժի պատվիրել, այս վերջերս որ ցրտել էր, ասեցի կգա կհասցնեմ այդ ցրտին կհակնեմ, բայց մի քիչ ուշացավ, հիմա նայենք, չափերը միշտ համապատասխանում է, սա պատվիրել եմ իմը, հենց ես լարջ եմ հակնում, մի րոպե, մի հատ կոչկենք, միասին նայենք, ժողովուրդ ջան, այստեղ դե ցանկալի է, որ ես չեմ սիրում, ասեմ, կապյուշոնով, այսպես չեմ սիրում իրականում, ոնց է չափը, ինչ կարծիքի եք, չափը դե լավ է, սազում է, չնայած դժվար է ետ ուղարկեմ, գրպանները լավ է կարած, դժվար է ետ ուղարկեմ, որովհետև ետ ուղարկելը ինձ դժվար է, նոր ստանալու եմ փոստ այնտեղից ուղարկեմ, հարմար է, լավ է, չգիտեմ, ինչ կարծիքի եք դու, այս կապյուշոնն էլ պարտադիր, այստեղ առանց կապյուշոն շատ դժվար է, չես իմանա հաջորդ պահին եղանակը ոնց կփոխվի, էլի, դրա համար կապյուշոնով եմ արել, այդ ցեպը մի քիչ ինձ չգիտեմ, նորմալ է աշխատում, բայց ես չգիտես ինչի, ինձ թվում է թե սրանց ցեպերը մի քիչ շատ Ես թվում է թե հասարակ այսին չգիտեմ, կհակնեմ, կտեսնեմ հետո ոնց է, սա այս մի բաճկոնը, գները կհիշեմ, որ ասեմ, հագիշ 10 օր եղավ, որ պատվեր էի արել, 15-16 եվրոյի կարգի էր սա,
Հա, կարծեմ 16 եվրո էր։ Սա մի բաճկոն է, դնեմ մի կողմ։ Մի հատ էլ այս տեսակ էի ուզում։ Իհարկե ես ուզում էի, որ ամբողջությամբ բեժ լիներ, այս գույնը, բայց հետո այս դեղինը, այս իմ սիրած դեղինը, որ տեսա չկարողացա անտարբեր անցնեմ։ Ես սիրում եմ այս գույնը, ինչ անեմ, հո զորով չի։ Սիրում եմ։ Մի քիչ որ դրաշնանային գույներ լինեն, չէ՞։ Սա էլ այսպես առօրյայում հագնելու համար, ասենք գնում ենք մարզվելու, մի քիչ ցրտոտ է, այսպես կհագնեմ։ Այնտեղ մարզվելուց կհանեմ։ Տեսեք, փափուկ, տաք, լավն է։ Այսպես մի հատ, բայց որ բեժ լինի, այս տեսակ չէ, սա մի քիչ ոնց որ շատ հասարակ է, էլի ձևը, այս ռեզինով բանում, մի քիչ ավելի ուրիշ ձևի, որ լինի, որ ասենք հագնեմ գործի էլ գնամ, այդպես որ լինի մի հատ կառնեմ։ Ցեպը մի քիչ իսկ թվում է շատ հասարակ է, սրանն է։ Թե այս բաներն անգում տակը, ես չգիտեմ, սրա մազիկներն է։ Սա էլ կապիշոնով։ Այսպես, ժողովուրդ ջան, այսպես, հագնեմ գնամ, այնքան փափուկ է, այնքան հաճելի է։ Ու գրպաններով։ Տեղս հարմար չի, ստուդիաս հարմար չի։ Ննջարանում, երեք ննջարանում էի նկարել, այնտեղ էլ հեչ տեղ չկա, բանում էլ, այդ մեր հյուրասենյակում էլ հեչ հարմար չի, այնտեղ լուսավորությունը այդպես շատ լավ չի, էլի, դրա համար ստիպված խոհանոցում եմ նկարում, այստեղ մի քիչ ավելի լուսավոր է։ Լավ է, դե հարմար բան է, էլի փափուկ տակ։ Սա էլ երևի 14-15 եվրո էր։ Սա այսպես։ Հիմա նայենք էլ ինչ էի պատվիրել, արդեն ես էլ չեմ հիշում։ Տակ բան է։ Հաջորդը, ստոպրակները բաճկոններին էին, որ ես չէի դիմացելու հանել էի, բացել էի արդեն։ Հիմա այստեղ մաներ ուներ բաներ, նայեմ ինչ է։ Ամեն ինչ դրված է, ամեն ինչ ստացել եմ, թե չէ։ Եթե իհարկե հիշեմ։ Չգիտեմ շատ հեռվից է լինում, երևի մոտեցնեմ, մի րոպե լավ, սա ցույց տամ, հետո նոր։ Սա տուփը բաց է։ Սա փոքր ճամփորդական հարթուկ եմ պատվիրել, որ մազերը ուղղելու համար։ Ճամփորդելուց բանից հետս վերցնեմ, ավելի հարմար հեշտ կլինի մազերը ուղղելու համար։ Կփորձեմ տեսնեմ ոնց է։ Բայց կրոյված մտավ, մոռացա, որ պետքա բանել առնեի տակից պաշտպանող, պետքա առնեի, բայց քան որ ցուցակ չէի գրել, մոռացա։ Ունեինք, բայց ոնց որ վերջացել է կամ ժամկետն է անցել, գիտեմ, որ վաղուց էի առել։ Մի հատ դրանից էլ կառնեմ, որ նախորդ մազերին քսեմ կամ փչեմ, նոր տակը օգտագործեմ։ Արժեքը ընդամենը 5 եվրո էր։ Այսպես, սա հիշում եք չէ, երեկվա վլոգի մեջ ասեցի, որ իմը կոտրվել էր, դեմքի մազերը հեռացնելու համար պատվիրել էի նախապես նվերի համար, բայց հիմա ես կօգտագործեմ, տեսեմ եթե լավն է, նույնից կպատվիրեմ։ Հա, գույնն էլ է իմի նման, իմի գույնի։ Րոպե։ Ես իմ ձևը, ես չգիտեմ, հա, սովորական այսպես, չգիտեմ, հա, լիցքավորված է, անգամ ես մատների վրա որ մազեր կա, նայ, այսպես, այ դրա համար, ոնց որ թե լավ է, չգիտեմ, օգտագործեմ նա, մի օրինակ որ դնում է լիցքավորվելու, մի 2 շաբաթ հաստատ հերիքում էր, չնայած շատ հաճախակի ես չեմ էլ օգտագործում, բայց ամեն դեպքում, նայեմ, եթե արդարացնում է, մի քանի հատ կպատվիրեմ Հայաստան գնալուց նվեր կտանեմ։
սա հետ էլ խոզանակ ունի, հետ շատ լավ է։ Մի քանի հատ զարդեր էի պատվիրել, հիմա տեսնեմ չափերը ճիշտ են, ոնց որ ես էի պատկերացնում, մի հատ մկրատվիր եմ։ Տեսնում եք ես չինական բիզնես ամբողջ աշխարհը գրավել է։ Ինչքան խանութներ են փակվում դրա պատճառով։ Այսպիսի բաներ էի ուզում, այսպես ականջողեր։ Հա, սա գիտեք ոնց է, լավ կդնեմ կտեսնեք, երկու բանով է, այսպես է ստացվելու էլի, չգիտեմ երևում է թե չէ, բայց կմաքրեմ, կդնեմ, հետո կտեսնեք ոնց է ժողովուրդ ջան, մարգարիտների նման այսպես, մարգարիտներ են։ Առայժմ դնեմ սրա մեջ, ձեր մոտ էլ է այդպես, որ անգամ ձեր ականջողերը ահագին ժամանակ չեք օգտագործում, հետո օգտագործում եք, իմ մոտ այդպես է, ականջներս քոր են գալիս, իմ անձամբ իմ օգտագործած է, որը ժամանակ հետո որ օգտագործում եմ, քոր են գալիս ականջներս, բացեմ նայեմ սա ինչն է։ Հա, այս մի հատ այսպես շղթա էի պատվիրել, բարակ ցեպ։ Մեկը իդեպ արծաթ էր, երկու հատ եմ կարծեմ պատվիրել, երևի հենց սա է արծաթը։ Մի վարքյան, այնքան նուրբ է, այնքան բարակ է, որ այսպես փաթաթվել է, բացելն էլ է դժվար։ Այս սիրուն շղթան, չխառնենք իրար։ Ես իմ մատերի չափը արդեն չգիտեմ, հիմնական արծաթ եմ օգտագործում կամ էլ հասարակ։ Ես որոշեցի սա պատվիրեմ, շատ սիրուն մատանի է, բայց քանի որ ես իմ մատի չափը արդեն չգիտեմ, վաղուց չեմ մատանի առել իմ համար։ Շատ սիրուն է իդեպ, մի րոպե տեսնեմ սա ոնց պետք է մեծանա, մեծանալու է ինձ թվում է, որովհետև սա ոնց որ one size էր, նույն չափներ բոլորի համար, այսինքն կարա լինի։ Տեսեք ինձ սիրուն մատանի է ժողովուրդ ջան, շատ սիրուն։ Այսպես։ Իրոք շատ սիրուն է։ Մոտիկից ուզում եմ ձեզ ցույց տամ։ Տեսեք ինձ սիրուն փայլ ունի, հասարակ մատանի է։ Մի 2 եվրո երևի արժեր կամ ինչ։ Սրա լավն է, որ բանա, չափսը կարելի է մեծացնել, փոքրացնել, էլի։ Այս մատանին էլի ականջող, մարգարիտները, Քսենյան ուզում ա գա դուռը բացեմ, արի Քսենյա, արի, հա, արի դուրս արի։ Սա էլի այդպես մարգարիտ դե բնականաբար հասարակ բաներ են էլի ժողովուրդ ջան, բայց հիմա ինչ կարևոր է, կարևորը սիրուն օգտագործենք։ Ես ձմեռ այդքան շատ ականջող չեմ օգտագործում, բայց գարուն ամառը շատ եմ օգտագործում, շատ եմ սիրում զարդեր։ Մի տեսակ տոպրակը լավ է բացվում, նորից բացվում է էլի այդ բանով է, Հիմա սա տեսնենք ինչ ձև է։ Հա, սրանք է նուրբ սիրուն ականջողեր են։ Մաքրեմ կդնեմ։ Սա էլ էս մարգարտատիպ ականջողերը։ Սա այսպես, հիմա տեսնեմ ես մյուսն ինչ էր։ Սա կրկնակի բանի մեջ են դրել, որ չվնասվի։ Սա շատ սիրուն է։
Այստեղ մեր քաղաքում բնական քարերի խանութ կա, բնական զարդեր բան, բայց օգտագործած է։ Անցյալ տարի այս նվերի համար առա այնտեղից քարը կարծեմ ինչ էր, ակվամարին էր կարծեմ քարը 70 եվրո արժեր։ Սա էլ այ ականջողը։ Սա էլ նայեք, շղթան ու ականջողները միասին, ես ընտրեցի այսպես դեղին երանգը, եթե այսպես լավ չեք տեսնում, ես սրանք օգտագործելուց նորից ես ցույց կտամ, չգիտեմ լավ երևում է թե չէ։ Բնականաբար ես իմ երանգն եմ ընտրել։ Առանձին այդպես կուլոններ էլի ունեմ տարբեր տեսակի, որ հարմար շղթա չկար որ օգտագործել, մտածում եմ այ քեզ բան, մեկ-մեկ այդպես է, չէ, հասարակ բաները չունես ու գցում ես ականջի ետև ու չես առնում քո համար։ Հիմա ինն է։ Այս չինացիներն էլ նենց են փակել, որ չես կարում բացես։ Հա, սա էր արծաթը, ժողովուրդ ջան, արծաթը սա էր, սա։ Սա արծաթից էր, տեսնեմ չափը ճիշտ ընտրել եմ, թե չէ։ Հա, արդեն դուռը բաց է, արդեն ճանճեր են ներս գալիս։ Կարելի էր նաև ավելի երկար լիներ, ինչ ոնց որ կարճուտ է, բայց ոչինչ, ինչը որ կարճ լինի, փոքր լինի, կպահեմ թորնիկներիս համար։ Իմ համար ուրիշ կվերցնեմ։ Սա ու հա, բոլորն էլ արդեն բացեցի, ոնց որ ամեն ինչ բացեցի։ Այդպես ժողովուրդ ջան, սա էլ Թեմուի պատվերը, հիմա տեղավորեմ, հավաքեմ, անցնեմ առաջ։